Այսօրվա մեր պատգամը մանանեխի արագին հետ կապված է, որ գտնվի Մատթեոս ավետարանի 13:31-32 մեջ։ Երեց եղբայրը, որ Սուրբ Գիրքի սերտողությունները գբերեր, ուզեց պատկերազարդ սերտողություն մնել եւ քնեց մանանեխի հադիկներ, հունդեր, որպես իրենց եկեղեցին փագը քիչ մցան է, որ մի քանի շաբաթներ որ պիտի հասներ այդ սերտողության իրական դեսնելիք բամ ունենար, որովհետև մանանեխին համար գսե բզդիկ է հունդերը, բայց երբ որ ձլի գմեզնա եւ ձար գլա։ Մի քանի շաբաթ վերջ սկսան այս հունդերը ձլիլ եւ հասակ տալ, եւ մինչեւ սերտողության շաբաթը հասավ, խոշոր ձարեր եղան եւ անդարի վերածվեցավ եկեղեցին քովի բարդեզը եւ հովիվը շվարեցավ թե ինչ կբադահեր եւ երբ որ հարցուց թե արդյոք ուդեղ են եկան այս հունդերը իրենցին որ ասին չերեցը մանանեխի սերտողությունը բիտներ ուզեց որ ամեն մարդ տեսներ մանանեխը ինչպես կաջի եւ ադոր ամարավ եւ անշուշտ հոնդերը անդարը լալով ամեն տեսակ կենթանի ալգավակվեր եւ սերտողության դեղ չեր այլևս ընելու որ տեսնեին բայց քաղաքարը այն է որ այս սկզբունքը որ գտնվի մանանեխի արագի մեջը Աստծո հետ թակավորության հետ կապված սկզբունքն է որ այսօր դակավին գշարնակվի եւ մեր ցանկերում մեջ ալ նույնն է Աստված գրնա կորձածել մարդիկ բարականեր որոնք ոչ մեկ հույս գուդան մեգուն եւ Աստված գարնե այդ աննշան բաները աննշան անձերը աննշան բարակաները եւ անոնց մեծ արդյունքներ դուրս կբերե եւ այսօրվա մեր այս մանանեխի արագը մեզի համար քաչալերական է եւ գսիրեմ ադենադեն քաչալերական խոսքեր ալ խոսիլ երբեմն հանդիմանական պետք է լա աստծո խոսքը ամեն բանալ ունի մեջը դեղին ամեմատ այսօրվա այս արագը քաչալերական է եւ նորեն գաբ ունի ցանելու հետ Terevs ցանցածակ այս ցանելու հնցելու սերտողություններեն եւ պատկամներեն, բայց գարկով որ երթամսել է մեջը կարևոր բանը գա որ Աստված դակավին գուզե մեր մտքերում մեջ հստակացնել եւ լավ ուշադրությամբ մտիգնենք եւ տեսնենք թե դեր ինչ գուզե սորվեցնել մեզի։ Այս մանանեխի արագը միան երկու համար է։ Մատթեոս 13:31 եւ 32 Եվ այսօր մեծ 4 կարևոր ճշմարտություններ կան, որ այսօր ցեզ հետ կուզեմ բաժնեկցիլ։ Առաջինը 10-րդ գլխուն 31-րդ համարին առաջին բաժինն է, գսե երկինքի թակավորությունը նման է մանանեխի հադիգիմը։ Ինչպես ասի մանանեխը բզդիկ հադիգմն է, բայց մեծ ձար գտարնա։ Երբ որ Աստված գտնա փանիմը, շատ բաներ կգնանք ակնկալել անգե դուրս գալու։ Ամենաբզդիկ բանը գրնա Աստուծո ցերկի մեջ մեծ կորձիկ մթարնալ մեծ արժեք փերող բամը ըլալ Հին ժամանակին երբ որ Հիսուս այս արագը դա իր աշակերտներում մանանեխը աննշան բաներու պատկերն էր որ ոչ մեկ արժեք ունի բայց երբ որ գնայինք մանանեխի արագին Գտեսնենք, որ այդ ամենաաննշան բանեն մեծ նշանավոր բաներ գուքա։ Եվ ասիգա այն սկզբունքն է, որ Աստծո թակավորության հետ կապված է, որ մինչև այսօր Աստված նույն ցևը, նույն սկզբունքները գործածե։ Աստծո թակավորության մեջ մարդիկ, բարականեր այս Paները որ գգարտանք Սուրբ Գիրքի մեջ 5 դակարանի մեջ նամավանդ Եթե մենք մեր աչքերով նայենք պիտի ասենք ասոր մեր խեր չի գա ոչ մեկ օգուտ կելե դուրս կելե բայց Աստված ամենեն մեծ բաներ հարաճ բերավ օրինակները շատ են մի քանի հիշեմ Քետյոնի 300 մարդիկը Քետյոնի 300 մարդիկով մեծ մատյանացի բանակը Աստված չարթել դվավ Մովսեսի մասին գգարտանք որ թոթով էր եւ քնած փարավոնին արչեւ եւ Իսրայելի ժողովուրդը իր միջոցով Աստված Եգիպտոսի քերութենեն ազատեց
Հիսուս կտեսնենք, որ 5000 մարդ կգերակրե, 2 ցգով եւ 5 նգանագով։ Եվ գնամ շարունակել այսպես, շատ օրինակներ բերել, բայց կասկնակ ինչ կխոսիմ, բարականեր, վիճակներ, որ բզդիկ բաներ գերևին եւ աննշան են Աստուծո ցերկերու մեջ որ տրվին, Աստված անոնցմով մեծ բաներ կնա գդարել։ Մենք այսօր Աստուծո թագավորության մեկ մասն ենք այս աշխարհի վրա։ Մենք այն բաները որ գխոսենք կամ այն բաները որ գնենք, այն բարականերու մեջ որ գտնվենք, երբ որ այս բոլորը գլան Աստուծո գամքին համացայն, Աստուծո թագավորության սկզբունքը գսկսի աշխատիլ մեր կյանքերեն ներս եւ գսկսի մեր կյանքերեն դուրս գալ հրաշալի մեծ բաներ։ Երկրորդ մասը 31-րդին գսե, որ մարդը արավ ու ցանեց իր արդի մեջ։ Հունդը աջելու համար նախ պետք է ցանվի։ Եվ այս մասը մեզի հadouk միտքը կներկայացնե, որ ամեն կսալ ուշացիր պետք է լանք, որտեղ ամեն կսալ ունենք այս հատկությունը, որ մեր շրջանագի մեջ աստեցություն ունենք։ Թաշտը, որուն մասին գսե, իր արդին մեջ ցանեց գսե, մեր շրջանակն է, ուր մենք աստեցություն ունենք։ Եվ ինչպես կկործածենք այդ մեր շրջանակը, ադիգա մեծ տարբերություն գնե, որտեղ ուր որ ենք, ուր որ Աստված մեզի թրած է մեր շրջանագի մեջ, մենք կորձ ունենք գնելիք հունդեր ցանել այնտեղը ուր Աստված մեզի գտնե։ Եվ այս մարդը գսե որոշեց, որ հունդերը ցանե իր արդին մեջ։ Այս մարդը չքնած նստավ ցերկին վրա դրա ոտքին վրա ասելով, որ հադե արդեն բաներ թողաջին։ Ոչ, կորձ ուներ։ Վստահ որ հունդը ինքը ցաներ իր արդի մեջ եւ շիդակ ցևով ցաներ, որբեսի աջում հարաճ կար։ Չեմ գիտեր քանիները Հովսեփին բարդեզը կացած եք։ Հովսեփը շատ քեղեցիկ բարդեզ ունի, անցյալները որ իրենց հանդիպած էի, գեշ ժամ դեվեց, որ ամեն բան ինձ ցուցնե եւ այնպիսի բաներ ցանած է, որ չեմ գիտեր ամառը պետք է մեկ օր մի դուն երթանք, որբեսի at համով բրծված բաները միասին ճաշակենք։ Հովսեփին բարդեզը իր աստեցության դակ եղող դերմն է, որ ինքը գրնա կործածել իր ուզածին պես, գցանե ինչ որ գուզե, եթե գուզե լոլիկ ցանել, լոլիկ գցանե, եւ աղոր գարմի լոլիկներ գելեն, եւ սկյուրները չեն քնարկալ, որովհետեւ աղոր ցանգաբատներ ալ դրած է, թե դագեն քարեր, որբեսի դագեն չի մտնեն, այսինքն իր աստեցությունը գա այդ բարդեզին վրա, եւ ինչ որ գուզե այդ բարդեզի մեջ հարաճ կա, անոր վրա որ աշխատի վերջավորության անոր բդուղը գքաղե։ Հոգ գդանի, գցանե շիդակերբով եւ ադոր արդյունքը հարաճ պիտի կա ժամանակին։ Ինչպես Հովսեփին բարդեզը, նույնպես ալ մենք ամեն մեկս գաբրինք դեղեր, որոնց վրա մենք աստեցություն ունենք, շրջաններու մեջ, դեղերու մեջ տրված ենք, որ աստեցություն ունենք անոնց վրա։ Վարգամը մտածեցեք այն մարդոց, որ շաբթվա մեջ կհանդիպիկ, լանանոնք ծերնդանիքին անդամները, լանանոնք բարեկամները, եկեղեցի մեջ, եկեղեցին դուրս, կորձի դեղը, ամեն դեղ, որ գերտանք մարդիկ կան, որոնց մեջ մենք կրնանք մեր աստեցությունը ցկել։ Արդյոք մտածած ես, թե այս մարդիկը, որ գանտբին Աստուծո քեզի դված անցիկն են, որոնց մեջ Աստուծո թագավորության հունդերը պետք է ցանես։ Շատ անգամ հոգնած կլանք, կսենք դունասնիմալ ասմատնալ թող վերջանա խոսելիքը ես ցանցածա այլևս եւ դրամատիկ չենք մարդոց հետ այսպես խոսակցություն դանելու եւ երեք Patterson կացած ենք օրինակ մտամ եւ Patterson-ի մեջ լուսին հետ որ քնում գնենք ցանոթ մեկ ելավ
Եվ այս մարդը սկսավ խոսի, լերնեն, ծորեն, հոգնեց այլևս, բայց ըսի այս մարդը աշխապ ժամանակ տվի, եթե հոգևոր պամը չսեմ աստեն դուրս չելեմ, այս բոլոր ժամանակ զբարավի բիդի երթա, և սպասեցի դեղ մը եկավ, որ ըսի, օքեյ, հիմա իմ ժամանակս է, թուն ինձի աշխապ խոսեցար, հիմա ես իմ աստեցությունս քու վրատ բիդի ծկեմ, և մի քանի պարեր խոսեց այրեն, և գհուսամ, իրեն ըսի, որ եկեցի պետք է կաս, գհուսամ, որ մդի գնեմ, գիտեմ ուրդեն իրեն հասնիլ, և վադիգա այդ շուգայի մեջ հանտբիլը ինձի արիտ տվա, որ ես իմ աստեցությունս այդ անցին վրա ծկեմ։ Ամեն անգամ, որ մեգուն գտեսնենք, ադիգա արիտ մնե, որ մենք մեր աստեցությունը այդ կյանքերում վրա ծկենք։ Պետք է վստահ լանք, որ ինչպես այս մարդը, որ արդի մեջ ցանեց, մենք ալ հունդերը ցանենք շիդակ կերպով։ Ինչպես կրնանք շիդակ կերպով ցանել, շատ բարձ է, պետք է վստահ լանք, որ ինչ որ գսենք, ինչ որ գնենք, բոլորն ալ սուրբ կրային հիմքերու վրա են եւ անոնք աստվածահաճո են։ Եվ եթե այս մեկը գդարենք, գիտած լանք, որ Աստված այս մարդոց կյանքերու մեջ պիտի սկսի կործել։ Երրորդ ճշմարտությունը, որ գտնվի այս համարներում մեջ 32-ին առաջին բաժին մեջ կսե, արդարև ամփոլոր սերմերուն ամենեն բզդիկն է։ Ասկե առաջ մեկ արագի մեջ խոսեցանք ասոր մասին։ Ով գաջեցնե այս հունդը, այս բզդիկ հունդը, որ անարժեք է, աննշան է, ով է որ գաջեցնե, անշուշտ չուր պետք ունի, արև պետք ունի, բայց վերջավորության ով է որ գաջեցնե, Աստված ինքն է որ գաջեցնե։ Ասկարաչ խոսեցանք, մեկ մտնոլորտը կստեղծենք, Աստված է որ գաջեցնե, այն խոսքը որ գցանենք մեր շրջանակներում մեջ։ Աստված է իր զորությամբ աջեցնողը։ Արդին դերը չի գնար ոչ մեկ բաննել, միան թե հոգ կդանի, որ հունդերը շիդակ կերպով ցանվին։ Աստված է որ ամենաբզդիկ բանը, անարժեք բանը, արժեք գարժեքավոր է, եւ երբ որ գաջեցնե անոր մեջ են Աստծո թակավորությունը կսկսի աճիլ, հոն կտեսնենք Աստծո զորությունը եւ Աստծո գործերը եւ Աստծո համար սահման չի գա ոչ մեկ բանի մեջ։ Աստված ինչ որ ուզե կրնա անել։ Առաջին Կորինթացիս 3:6-7 գսե Պողոս Արաքյալը ես տնգեցի, աբողոս չրեց, բայց Աստված աջեցուց։ Ուստի ոչ տնգողը փամն է եւ ոչ չրողը, հաբա Աստված որ աջեցուց։ Charles Spurgeon-ը դերևս ցեզ մեջ շատերուն ծանոթ է, որ Աստվածափամ էր, այս խոսքը ասած է. ամեն ինչ որ գնեք գադարելաբես ըրեք, ամեն սրտով անոր համար աղոթեցեք եւ արդյունքը ցկեցեք, որ Աստված տա։ Charles Spurgeon-ը գավադա որ Աստված կարող է ամեն բան անել։ Ամենաբզդիկ բանեն մեծ բաներ հարաճ բերել։ Եվ պետք է հիշեցնեմ այստեղ, որ Charles Spurgeon-ը 1850-ին աբաշխարեց եւ գիտեք ուր աբաշխարեց 10 հոգինոց ժողովի մեջ։ Ինձ ասեք հիմա 20 հոգի, երբեմն 50 հոգի, 60 հոգի գլանք մենք ասենք քիչ են։ Ոչ մեկ նշանակություն ունի անիկա։ Երբ որ շիդակ կերպով գաբրին կքալենք Աստծո համար, հունդերը գցանենք, Աստված կարող է մեծ բաներ անել։ Ամենքս մեր բաժինը ունենք անելիք։ Որպես քրիստոնյաներ երբեմն իրար կանցնենք, երբ որ փամը մեր ուզածին պես չեր տար Աստծո թակավորության մեջ։ Իրար կանցնենք այն բաներուն համար, որ մեր պատասխանատվությունը չէ։ Աջիլը մեր պատասխանատվությունը չէ, Աստծո գործն է։ Երբ որ մեկը կվգայենք եւ ոչ մեկ արդյունք կբերե, կսկսենք մտածել, ինչ սխալեցինք, ինչ սխալերինք։ Շիդակ բանը հրիր, Աստծո ուզածներ որ հրիր, մնացածը ցկե Աստծո։ Երբեմն գաղութենք, որ մեկը բժշկվի եւ
գշանագեն գաղութել, բայց այդ անձը չի բժշկվիր։ Աստուծո թագավորության մեջ, ինչպես ասի, մենք մեր մաս ունենք, որ մենք մեր մասը ունենք, մնացածը Աստուծո գանցնենք, որովհետև Աստված իր բաժինը գնե, երբ որ մենք հավատարիմ կգտնվենք մեր մնելիքի մեջ։ Աստված գուզե, որ մենք բարի հունդերը ցանենք, ուր որ ալլանք, անգևերջը արդյունքը իրեն կհանցնենք։ Սուրբ Հոգին կորձն է, որ մարդոց հանդիման է, մարդոց թարցի պեր է, մեզի գինա, որ իր խոսքը դարածենք։ Երբ որ մեկում համար գաղութենք և չի բժշկվիր, կգարձենք, որ շատ անգամ մեր հավատքը դգար է, բայց որքան հավատ պետք ունենք կսեր, բամը շարժելու մանանեխի չապ։ Ձեզ իսեմ, որ շատ ադեններ, անցիկ չեն բժշկվիր, որովհետև ուրիշ պատճառներ կան, չեմ ուզերի մանոնց մեջ երթալ, բայց պայման չէ, որ ասել չէ, թե անպայման մեր հավատքին դգարությունն է։ Եթե Աստված ուզե, Աստված կարող է ամեն բան անել։ Եվ վերջին գետը 10-րդ գլխուն 33-րդ համարը գսե, բայց երբ աջի դունգերուն մեծակույնը գլա ու ծար գթարնա, այնպես որ երկինքի թրջունները գուքան եւ գփնագին անոր ջուրերուն վրա։ Այդ բզդիկ հունդը, որ այսպես մադիտ ծայրին չապ է, գսե ծար գթարնա եւ անոր վրա գսե թրջունները գուքան եւ գփնագին անոր ջուրերուն վրա։ Հարցում, ինչու համար թրջունները գուքան այդ ծարին վրա։ Որովհետեւ այդ ծարերուն վրա, այդ ծարերուն մեջ թրջունները ապահովություն կգտնեն, շուկ կա, իսկ եթե այդ թրջունները արևին դագ են, գիզիչ արևը իրենց գզարն է գրնամ նույնիսկ իրենց մերցնել և գրնանք ասել, որ այս ծարերը գյանք պերող ծարեր են, հանգստության դեղ են և Աստուծո թագավորությունը այսպես է, երբ որ մենք կաջինք կմեծնանք Աստուծո համար ծարեր գտարնանք, ուր թրջուններ, ուրիշներ գրնանք կալ, ապահովություն գտնել, հանգստություն գտնել և բահբանվել աշխարհի ամեն տեսակ դժվարություններեն։ Արդյոք մենք կնենք այդ մասը, որ պետք է անենք։ Աստված կրնա մեզի գործածել, ինչպես որ ինքը կուզե։ Առաջին Կորինթացիս 1:26 կսե. Արդարև դուք կտեսնեք ձեր գոչումը եղբայրներ, թե ինչպես ոչ թե շատ իմաստուններ մարմինի անմատ, շատ զորավորներ, շատ ազնվականներ կանչվեցան։ Աստուծո ծառայության մեջ մեր դեսիլքը չենք կրնար գործընծնել, մեր բաժինն է Աստուծո ծառայել, որովհետև մենք կծառայենք հզոր Աստուծուն։ Մենք ունենք մեր բաժինը, Աստված ունի իր բաժինը։ Մինչև այն ադեմ, որ մենք մեր բաժինը գնենք, հունդերը գցանենք, մեր աստեցության դեղերու մեջ մեր աստեցությունը գցքենք, Աստված գրնա հոնդեղեն փոփոխություններ հարաճ բերել, աջում հարաճ բերել։ Այսօր գուզեմ քաչալերել ամեն մեկուս, որ շարունակենք անել մեր մասը, որբեսի կյանք հարաճ բերենք, մեր ծարեր դառնալով, մեր ջուղերուն տակ մարդիկ հանգիստ գտնելով։ Եվ գուզեմ անգամ եւս Չասպրջնի խոսքերով վերջացնել, ամեն ինչ որ գնես, կատարելաբեսր է, ամեն սրտով աղոթե եւ մնացածը Աստծո ցկե։ Եվ դերը մեծ գործեր պիտի կատարի։ Դերը օրհնե բոլորին։